Եթե դուք տանը ունեք շատ բանան եւ չգիտեք ինչ անել, ասեմ, թարմ բանանը հենց այդպես թարմ կօգտագործեք, իսկ արդեն շատ հասունացածը կտապակենք։ Պատրաստելու եմ տապակած բանան։ Բանանը մաքրում ենք, թավայի մեջ հալեցնում եմ կարագը եւ տեղավորում եմ բանանները։ Մի փոքր մշկնկույզ եմ քերում, մի փոքր թարմ դարչին եմ քերում։ Այս ընթացքում կպատրաստեմ կարամելը։ Հիշում եք, որ շաքարաքլոր էինք սարքում։ Շաքարի վրա մի քիչ ջուր ենք ավելացնում։ Ավելացնում եմ Armenia Wine ընկերության V&M կոնյակը, 3 տարեկան է իհարկե։ Ես մատուցում եմ տապակած բանանը իմ պատրաստած բիսկվիտով։ Վրան ավելացնում եմ նաև կարամելը, այն հետաքրքիր ապակու տեսք կտա մեր բանանին։ Դնում եմ նաև պաղպաղակ և բոված ընկույզ։ Վերջ պատրաստ է։ Տապակած բանանը կարող եք մատուցել պաղպաղակով, սերուցքով, անգամ ռեժանով։ Ես այս անգամ մատուցում եմ այսպես դեսերտի տեսքով, իմ բիսկվիտով, պաղպաղակով, կարամելով։ Դե ինչ, ստեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր քաղցրակեր ընկերոջը։ Իսկ ես